անվտանգային համակարգից խոսեցինք, հիմնականում այս պայդրությամբ ինֆորմացիան այն է, որ անցակետեր են տեղադրվելու դպրոցներում, հատկապես ավագ դպրոցներում եւ 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում։ Ինձ հետաքրքիր է, եթե ունեք մանրամասներ ընդհանուր առմամբ այդ անվտանգային համակարգին չէր ենթադրում, բացի անցակետերից, եւ արդյոք մենք ակնկալում ենք, որ դեպի իրավապահ մարմիններից ներկայացուցիչներ լինեն դպրոցներում, թե ոչ, իսկ տեսախցիկների ձեր մոնիտորինգից հետո նոր համալրումներ տեսախցիկներով դպրոցներում անհրաժեշտություն տեսնում եք, թե չէ, ինչ եք ուղղորդել ԿԲՍ-ին։ Եղավ, շատ շնորհակալություն։ Իհարկե, առաջ սկզբից կամ հարցի դուք նշեցիք, որ դպրոցներում անցակետեր են տեղադրվել եւ անվտանգության համակարգը ինչ է իրենից ներառելու ընդհանուր առմամբ։ Մեր գործընկերը նշեց, որ կան իրավիճակներ, երբ որ օրինակ դպրոցներում կամ հարակից տարածքներում, այգիներում թմրամիջոց իրացնողները տեղադրումներ են կատարում այդ փաթեթների թմրամիջոցների։ Նախ անվտանգության համակարգը ընդհանուր առմամբ հետևյալ բաղադրիչներից է նախապես նախնական քննարկման արդյունքում կազմված լինելու ցանկապատում, լուսավորություն, եթե անհրաժեշտ են այո ձեր կողմից նշված անցակետերը որոշ տեղերում, տեսախցիկներով հագեցվածություն եւ անվտանգության անհրաժեշտության դեպքում նաեւ անվտանգության աշխատակիցների ներառում։ Ոստիկանների մասով կոնկրետ գործառույթ կա եւ ըստ էության համայնքային ոստիկանության աշխատակիցները ունեն որոշակի չափորոշիչներ այցերի պարբերականության առումով եւ դա իրավական նորմերով արդեն կարգավորված է։ Ես կցանկանայի ուղղակի մի փոքր ավելի անվտանգության համակարգի մասով տեսախցիկների մեր ուսումնասիրության մասով դուք որ ասեցիք ինչ կարիքներ ենք տեսնում եւ ինչպես պետք է դա լինի։ Իհարկե ԿԳՄՍ մեր գործընկերների հետ միասին ենք աշխատելու, մենք աջակցելու ենք ամբողջապես։ Եվ այստեղ տեսախցիկների մասով այսպիսի մի հարց կա, տեսախցիկները մենք ուսումնասիրել ենք, արդյոք դրանք տեղադրված են ներսի հատվածում, թե դրսի հատվածում։ Եթե մանկավարժական առումով, ասենք դասապրոցեսը պահպանելու, դասերին մասնակցելու առումով, դպրոցից դուրս չգալու առումով, մանկավարժական կոլեկտիվին օբյեկտիվորեն անհրաժեշտ է ներսի հատվածում տեսախցիկների առկայությունը։ Ոստիկանությունը դիտարկում է նաև դրսի հատվածում տեսախցիկների առկայությունը, որովհետև մեծ ընդդիմությունների ժամանակ, հատկապես սննդի կետերը, որտեղ երեխաները հավաքվում են, անչափահասները, այդտեղ ռիսկային գործոններ որոշակի կան, բայց նաև դպրոցի հետնամասում, որտեղ կան դաշտեր, խաղահրապարակներ, այդտեղ նույնպես ոչ միայն թմրամիջոցների իմաստով, այլ նաև կոնֆլիկտների իմաստով տեսախցիկների առկայությունը ցանկալի է, այսինքն մոնիտորինգի արդյունքում օրինակ մենք բացել ենք, որ շատ դեպքեր դպրոցների հարակից տարածքի հետ կապված տեղի ունենουν ժամը 12-ից մինչև 14:30-ի սահմաններում, հիմնականում այն հատվածներում, որտեղ տեսանելի չեն, այսինքն դիմացի հատվածում, չէ, հետևի հատվածում կամ կողային որևէ փակ հատվածներում են դրանք տեղի ունենում, եւ այդ հատվածներում տեսախցիկների առկայությունը, օրինակ ոստիկանության անվտանգության արդեն նկատառումներով ցանկալի է, եւ նաեւ ներսում կան կարմիր գոտիներ, այդ կարմիր գոտիները մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, կան չափորոշիչներ, տեղեր, որոնք համարվում են կարմիր գոտիներ ներսում, դպրոցի ներսում, որտեղ պետք է տեսախցիկներ տեղադրվել, ընդ որում ոչ միայն թմրամիջոցների գործածման առումով, այլ բուլինգի կանխարգելման առումով, մասնավորապես նաև եւ մի բան ցանկանում նշել, որ թմրամիջոցների գործածման առումով դպրոցը ամենակրթական հաստատությունը անբարենպաստ միջավայրն է հայտնաբերման տեսանկյունից ելնելով։ Շատ լավ, պարոն Համբարյան, ձեր դիտարկմամբ այս անվտանգության համակարգը հատկապես անցակետերը որքանով կօգնեն կանխարգելիչ միջոցառումների համատեքստում եւ եթե ես չեմ սխալվում, ժամանակին դպրոցներում ոստիկաններ էին լինում, մշտական կային, ոչ թե ժամանակ այցելություններով։ Այդ պրակտիկան վերադարձնելու անհրաժեշտություն տեսնում եք, պարոն Պետրոսյան։ Խնդրեմ ձեզ։ Ես իրականում ողջունում եմ յուրաքանչյուր քայլ, ինչ ուղղված է դպրոցներում անվտանգության մթնոլորտի ապահովմանը եւ դպրոցներում ել ավելի անվտանգային բարենպաստ միջավայր ստեղծելուն, այդ թվում նաեւ ձեր կողմից նշած անցակետերը։ Ես կարծում եմ, որ ոստիկանության գործընկերների կողմից բավականին մեծ վերլուծությունների արդյունքում են եզրահանգումների եկել նշված միջոցառումները կատարելու համար, բայց ես մի բան կցանկանամ նշել, ես ցանկանում եմ վստահեցնել մեր հասարակությանը, որ
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները եւ մասնավորապես իրավապահ մարմինները ծնողների հետ հավասարապես առաջնային շահառ ունեն նրա, որ մեր դպրոցներում լինի անվտանգություն եւ դպրոցները զերծ մնան յուրաքանչյուր տեսակի հանցագործությունից եւ մասնավորապես թմրամիջոցների ներթափանցումից դպրոցներ, բայց այստեղ մի շատ կարեւոր խնդիր կա եւ մենք խոսում ենք դպրոցների մասին կամ համադրում ենք դա թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, պետք է հասկանանք, որ թմրամիջոցների շրջանառությունն ինքը բավականին մեծ լատենտայնության աշխարհ ունեցող հանցագործություն է եւ միայն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումներով կամ կանխարգելիչ քայլերով անցակետերի եւ տեսախցիկների տեղադրումով չի կարող հարցը կտրականապես լուծվել։ Այստեղ անհրաժեշտ է փոխգործակցություն թե ծնողների, թե ուսուցչական անձնակազմի եւ թե իրավապահ մարմինների միջև, որովհետեւ ես մի պարզ օրինակ կցանկանամ նշել, մենք բավականին շատ դեպքերում ունենում ենք հաղորդագրություններ եւ ժողովրդի մեջ այսպես կարծիք է տարածվում եւ տեղեկություններ են սկսում տարածվել, որ ասենք երեխաներին կոնֆետներ են բաժանում դպրոցներում, բայց դա ստանում է շատ մեծ հասարակական հնչեղություն, դրա մասին սկսում են խոսել բոլորը եւ սկսում են բավականին այս լրատվական դաշտերով եւ թե fake, թե իրական տեղեկատվական ալիքներով եւ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով սկսել է թեման տարածել ու դա մի փոքր տարակուսանք է ստեղծում հասարակության շրջանում, որ իրականում դպրոցներում պատկերն է այդպիսի շատ վատ վիճակում է, բայց ես կցանկանամ նշել, որ նմանատիպ դեպքերի վերաբերյալ իրավապահ մարմինները Հայաստանի Հանրապետության որևէ հաղորդում չեն ունեցել եւ իրավապահ մարմինները որևէ հնարավորություն եթե նույնիսկ ունեցել են դա ստուգելու, դա եղել է միայն օպերատիվ ստուգման հնարավորությունը եւ որևէ ծնող դրա մասին չի բարձրաձայնել։ Եվ հաշվի առնելով թե մեր ազգային մենթալիտետը, թե մեր վերաբերմունքը նշված երևույթին, ես ցանկանում եմ նաեւ դիմել մեր ծնողներին, ինչպես նաև ուսուցչական անձնակազմին, որ նմանատիպ դեպքեր նկատելու դեպքում անպայման դրանց մասին հայտնեն կամ վարույթն իրականացնող մարմնին կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանին եւ կարող են վստահեցնել, որ մեր կողմից արվելու է հնարավոր ամեն ինչ, թե երեխայի լավագույն շահին ուղղված նախաքննություն իրականացնելու եւ թե իր դեպքերը ամբողջությամբ բացահայտելու համար, որովհետեւ ինչ որ խոսակցությունների արդյունքում նշված պատկերը ստանալը եւ հետագայում ասել, որ դպրոցներում թմրամիջոցների հետ կապված մենք մեծ խնդիր ունենք, կարծում եմ այդքան էլ արդար չի եւ առհասարակ եթե արկա է որևէ խնդիր, այդ խնդրի մասին չբարձրաձայնելը դրա լուծման հաստատ լավագույն տարբերակը չէ, ուստի կարծում եմ այս մեր ամբողջ խոսակցության իմաստը եւ մեր պայքարը թմրամիջոցների ներթափանցման դեմ դպրոցներ եւ մեր անչափահասների շրջան կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ հավասարս ամեն ինչի ինչ կատարում է իրավապահ մարմինների կողմից, անում ներգրավեն նաև ծնողները եւ ուսուցչական անձնակազմը եւ յուրաքանչյուր փոքր կասկածելի դեպք նկատելու դեպքում դիմեն իրավապահ մարմիններին, վստահ լինելով, որ եթե նույնիսկ երբ հարցը վերաբերում է իրենց երեխային, դա չի հանգեցնելու հետագայում երեխային հասարակության շրջանում պարսավանքի ենթարկելուն կամ նրան վատ վերաբերմունքի արժանացնելուն եւ մեր կողմից կատարվելու է նշված դեպքերով երեխայի կենտրոն քաղաքականությամբ նշանակված նախաքննություն եւ երեխան դրանից չի տուժելու, բայց մենք հնարավորություն ենք ունենալու բազմաթիվ այլ դեպքերով կանխել այլ երեխաների կողմից նման իրավիճակներում հայտնվել։ Պարոն Համբերյան, այն 7 դեպքը, որ դուք վիճակագրության մեջ նշեցիք, որ առնչվում էր անչափահասներին, ինձ հետաքրքիր է բացահայտելը հիմնական դպրոցի տարածքում է գործողություն տեղի։ Ոչ, դպրոցի տարածքում չէ, ոստիկանության կողմից, այդ թվում նաև բարեկային ծառայության աշխատակիցների կողմից իրականացվող ամենօրյա ծառայության ընթացքում հայտնաբերվել են անձինք, նաև օպերատիվ տեղեկություններ իրացնելիս նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, ներկայացվել նախաքննական մարմին եւ անձանց մոտից հայտնաբերվել են թմրամիջոցի որոշակի զանգվածներ, որոնք դեպքերի մեծամասնության դեպքում նրանց հայտարարությամբ եղել են իրենց օգտագործման համար, իրացման համար նախատեսված ընդամենը մի քանի դեպք ունենք եւ կցանկանամ նաեւ նշել, որ այս դեպքերի մեծամասնությունը անչափահաս ասելով այս անձինք գրեթե 18 տարեկան դրացած անձինք են, այսինքն արդեն իսկ դպրոցական տարիքի կամ դպրոցական տարիքից դուրս գտնվող եւ արդեն կյանքի նոր փուլ մտնող կամ դպրոցական ավագ դպրոցի տարիքում գտնվող անձինք են, որոնք որ ինչպես բոլոր երկրում, նաև մեր երկրում հնարավորություն ունեն այս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում ձեռք բերել թմրամիջոցներ եւ օգտվել դրանից եւ մի շատ կարճ հանգամանք եք ցանկանամ նշել եւ ծնողների կողմից երեխաների նկատմամբ հսկողության հարցին հավելեմ պարոն Պետրոսյանի պատասխանին, որ ես կոչ կանեմ մեր ծնողներին շատ ուշադիր լինել իրենց երեխաների ֆինանսական հոսքերին, քանի որ բազմաթիվ երեխաներ եւ անչափահասներ կամ պատանիներ սկսում են զբաղվել թմրամիջոցների իրացմամբ եւ մտնել նշված գործունեության մեջ
բացառապես գումար աշխատելու ցանկությամբ եւ ֆինանսական հոսքերին հետեւելը եւ նրանց մոտ անհասկանալի դրամական միջոցների առկայությունը կարող է շատ լավ ազդակ լինել նրան, որ երեխան ներգրաված է ինչ-որ բաներում եւ նաեւ խորհուրդ կտամ պարբերաբար կերպով ստուգել իրենց երեխաների բջջային հեռախոսներում առկա տեղեկատվության պարունակությունը, սկսած նամակագրություններից մինչեւ այն կոնտենտը, ինչը իրենց հետաքրքրում է եւ նաեւ այն եթե խոսքը վերաբերում է Telegram-ին, այն Telegram-ի անալիքները, որոնց նրանք հետևում կամ որոնց հետ առնչություն են անում, քանի որ այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ հանցավորները եւս փորձում են ընդլայնել անձանց շրջանակն, ովքեր որ հետևում են իրենց եւ տարբեր գովազդների եւ հղումների միջոցով անկախ իրենցից շատ անձինք հայտնվում են նշված ծուղակներում, ուստի ծնողների կողմից շատ կարեւոր է նաեւ բացի երեխայի վարքագծին ուշադրություն դարձնելը, նաեւ շատ մեծ ուշադրություն դարձնել երեխայի ֆինանսական հոսքերին եւ նրա բջջային հեռախոսում առկա տեղեկատվությանը։ Շատ լավ։ Պարոն Պետրոսյան, ոստիկանների մշտական ներկայությունը անհրաժեշտություն տեսնում եք։ Տեսեք, ոստիկանների մշտական ներկայության անհրաժեշտությունը կարող եմ ասել ունի եւ բացասական եւ դրական կողմեր։ Բացասական այն առումով, որ ոստիկանի ներկայությունը իհարկե ոստիկանը առաջին հերթին օգնողն է եւ աջակցողն է, բայց որոշակի առումով նաեւ պետք է ունենա ստապեցնող ազդեցություն։ Այսինքն ոստիկանի ներկայությունը պետք է լինի կանխարգելիչ։ Ոստիկանը չպետք է ընկալվի ուղղակի որպես կրթական հաստատության մանկավարժական կոլեկտիվի մի մաս։ Այսինքն այնտեղ սկսվի աշխատանքը, ավարտվի եւ այլն այս մասով։ Ես կարծում եմ այն բարբերականությամբ, որ ոստիկանները պետք է այցելեն եւ այցելում են կրթական հաստատություններ, բավարար է, որպեսզի այդ աշխատանքները կատարեն։ Մյուս կողմից կա նաեւ ռեսուրսի խնդիր, որովհետեւ եթե վերցնենք 1700 կրթական հաստատություն եւ բոլոր տեղերում ոստիկաններ լինեն, հավաստիացնում եմ ձեզ, որ հանրության շատ խնդիրների լուծումներ կմնան բաց ոստիկանության գործառույթների առումով եւ կարծում եմ, որ ոչ, բայց միևնույն ժամանակ պարոն Համբալյանը շատ կարեւոր մի շեշտադրում կատարեց ծնողների կողմից երեխաների ֆինանսական հոսքերին հետևելու առումով, ընդ որում օգտվելով առիթից ես ցանկանամ մեր հարգելի ծնողներին նաև ասել, որ դա շատ կարևոր է թե բացասական առումով, այսինքն թե ֆինանսների դրական առումով, այսինքն ֆինանսների ավելացման առումով երեխայի մոտ ուշադիր լինել ավելացել են թե ոչ, թե նվազման առումով կամ տանից ընդհանրապես գումարի կամ թանկարժեք իրերի առարկաների բացակայության իմաստով եւ ընդ որում ոչ միայն թմրամիջոցների գործածման ռիսկեր այստեղ կան, նաև այլ հակաիրավական վարքագծի մասով շատ կարևոր է, որպեսզի ուշադրություն դարձնեն։ Դուք նաև նշեցիք, որ տեսեք կարծրատիպերի մասով։ Այո, մենք այդպիսի խնդիր ունենք եւ դրա հիմնական պատճառը դա հանրային թիրախավորումն է այդ անձանց, այսինքն մեր հանրության մեջ ընկալված եթե անձը օգտագործել է թմրամիջոց, ուրեմն պետք է թիրախավորել եւ այլն, դրանից հետեւող բոլոր բացասական երևույթներով։ Մինչդեռ իրականում թմրամիջոց գործածած անձը աջակցության կարիք ունի եւ անչափահասի դեպքում առավել եւս, որովհետեւ անչափահասները ընդհանրապես որպես խոցելի խաղ ունեն դրա անհրաժեշտությունը։ Մենք խոսեցինք կանխարգելման գործիքների մասին, ես չնշեցի նաեւ սկրինինգ թեստերի մասին, այսինքն թեստեր, որոնց միջոցով հնարավոր է բացահայտել, նախնական հաստատել այդ փաստը։ Մենք այս մասով խոսել ենք կախվածությունների բուժման ազգային կենտրոնի ղեկավարության հետ, պարոն Նազինյանի հետ ենք խոսել անցած տարի, նաև շփվել ենք մյուս մասնագետների հետ, իրենց կարծիքներն ենք հարցրել եւ առանձին փորձագետ ենք ներգրավել, ոստիկաններին վերապատրաստել ենք հենց կոնկրետ այդ ոլորտի մասնագետը եւ ներկայային քննարկում ենք արդյոք դրա կարիքը կա թե ոչ այդ թեստերի օգտագործման մասով։ Ինչ ձևաչափով ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձ, ինչպես է աշխարհի տարբեր երկրներում դա կիրառվում եւ մի կողմից հարց է առաջանում, արդյոք դրա կարիքը կա։ Եվ եթե կարիքը կա, ինչ ձևաչափով դա պետք է լինի, մենք կարծում ենք, որ շեշտադրումը պետք է դրվի ծնողների վրա, այսինքն տեսեք ծնողները, դուք ասեցիք կարծրատիպեր, որ վախենում են, չեն ցանկանում հրապարակայնացնել, իրեն նույնիսկ համոզված են, որ դա իրականություն է։ Այսպիսի մենք ճանապարհել նաև մենք մեր ծնողներին խորհուրդ ենք տալիս, ես նշեցի թմրամիջոցների մասով, որ եթե նման փաստը հայտնաբերվել է, դա համարվում է բժշկական գաղտնիք։ Եվ եթե հետագա լաբորատոր հետազոտության անհրաժեշտություն կա եւ հոգեբանի աջակցության կարիք կա, ծնողը կարող է դա կատարել եւ դա բացարձակ գաղտնիության ռեժիմում է կատարվում եւ դրա մասին նույնիսկ մենք իրավապահներս չենք իմանում,
այսինքն բժշկական գաղտնիքը պահպանվում է, այստեղ էականը երեխային աջակցելն ու օգնելն է։ Շատ լավ, պարոն Պետրոսյան,